Մենք առաջարկում ենք այդ տնտեսության ողնաշար հանդիսացող սուբյեկտներին աշխատել այնքան ժամանակ, մինչև կդառնան խոշոր։ 25 թվականի հունվարի 1-ից ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում փակվել են 3500-ից 3600 տնտեսվարող սուբյեկտներ։ Փոքր ու միջին հարկ վճարողների ընդհանուր վճարված հարկերը կազմում են ընդհանուր եկամուտների 2.4%-ը։ Դրույքաչափի փոփոխություն է տեղի ունենալու, 10%-ը դառնալու է 0%։ Դա ոչ թե նոր աշխատատեղեր են, դրանք գոյություն ունեցող աշխատատեղերն են հիմնականում, որոնք ստվերից դուրս են բերվել։ Տնտեսության, երբ որ 50%-ից ավելին բաժին եկնում առևտրի եւ ծառայությունների ոլորտին, դա չի կարող համարվել որակյալ տնտեսություն։ Դա միֆ է, որ ասում են արտաքին ներդրումներ կգան, այսպես կլինի, այնպես կլինի։ Ոչ թե պետությունը այդ գործարան կառուցել, այլ պետությունը պետքա տա այդ հնարավորությունները, որ ներդրողները գան Հայաստանի Հանրապետություն։ Դուք պատկերացնում եք որևէ ադրբեջանցի հայկական ծխախոտ ծխելիս։ Պատկերացնում եք ինչ կկատարվի այդ ադրբեջանցու հետ իր երկրում։ Երբ որ Սամվել Կարապետյանը լինի երկրի ղեկավար, այն ժամանակ այդ ներդրողը վստահելով կգա Հայաստանի Հանրապետություն։ 0% հարկ փոքր բիզնեսի համար 300,000 աշխատատեղ։ Սամվել Կարապետյանի տնտեսական 5 կետից այս երկուսը հատկապես լայն քննարկման առարկա է դարձել։ Իշխանությունները քննադատում ու անգամ հեգնում են հենց այս երկու կետի իրատեսական լինելու առումով։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր կփորձենք լսել մասնագիտական կարծիք ու ամենակարևորը պարզել, այդպես է թե ոչ։ Մեր ձևով շարժման անդամ տնտեսագետ Հայկ Ֆարմանյան, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ֆարմանյան, հենց սկսենք ամենակննադատվողից՝ 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Իշխանություններն ասում են աշխարհի ոչ մի երկրում, սկսում են դրանից, նման պրակտիկա չկա։ Եվ դուք ընդհանրապես բոլորով միասին դուք զբաղված եք պոպուլիզմով ու այսպես շարունակ։ Հնարավորինս պարզ է, թե խոսենք ոչ տնտեսագիտական, էլի մասնագիտական բառապաշարով։ Կասեք ինչ է սա նշանակում եւ ինչպես եք անելու ու օգուտը ո՞րն է եւ եթե ռիսկեր կան դրանք հաշվի առել եք։ Ուրեմն նախ սկսենք վերջից, կամ չգիտեմ, ասացիք միջազգային փորձը եւ այլն։ Նախ ընդհանրապես ես որպես մասնագետ միշտ դեմ եմ մատնանշել այդ միջազգային փորձ կոչվածը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ունի իր առանձնահատկությունները, ենթադրենք Մեծ Բրիտանիան ունի իր առանձնահատկությունները, Ռուսաստանի Դաշնությունը, այո։ Խոսքը, եթե կոնկրետենք մեզ համադրելի տնտեսապես եւ տարածքով մեզ համադրելի երկրների մասին։ Հասկանալի է, ես խոսքը վերաբերում է հետեւյալին, այսինքն չի կարելի օրինակ բերել միջազգային փորձը ուղիղ ձևով եւ ասել, որ եթե աշխարհի այս կամ այն երկրում ինչ-որ մի կերպ է աշխատում այդ մեխանիզմը, կան մոտիկ մեխանիզմներ, որին անպայման կանդրադառնանք, եւ ասել, որ Հայաստանում դա չի լինի։ Ամեն ինչ շատ լավ կլինի, բնականաբար մենք նույնպես ռիսկերը հաշվի առել ենք, հաշվարկել ենք ամեն ինչ շատ լավ եւ փորձեմ ավելի մատչելի բացատրել ինչի մասին է խոսքը։ Նախ եւ առաջ փոքր եւ միջին բիզնեսը դա տնտեսության ողնաշարն է։ Այսինքն փոքր եւ միջին բիզնեսի շնորհիվ տնտեսությունը զարգանում է։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք բացառապես այն տնտեսվարողների համար, որոնք ունեն տարեկան կտրվածքով գործող օրենսդրության շրջանակներում մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն, այսինքն շրջանառության հարկ վճարողներ են հանդիսանում, ազատել հարկերից։ Խոսքը վերաբերում է շրջանառության հարկին։ Որպեսզի թյուրիմացություն չառաջանա, բերեմ կոնկրետ օրինակ։ Եթե կազմակերպությունը ունի աշխատակիցներ, ասենք 3-4 աշխատակիցներ, եւ որոնց համար վճարվում է եկամտային հարկ, խոսքը դրան չի վերաբերում։ Խոսքը վերաբերում է բացառապես, կրկնում եմ, այն շրջանառությանը, որը մինչև 25 թվականի հունվարի 1-ը կազմում էր 5%, եւ դրանից հետո գործող իշխանությունները 25 թվականի հունվարի 1-ից դա կրկնապատկեցին։ Իհարկե այստեղ աշխատավարձից գանձվող եկամտահարկա, որ կոչված ո՞րն են պահվում։ Խոսքը վերաբերում է շրջանառության հարկին։ Նա մնում է, նկատում նա մնում է։ Այո, խոսքը վերաբերում է բացառապես շրջանառության հարկին։ Տեսեք, շրջանառության հարկը վերաբերում է բացառապես կազմակերպության գործունեությանը։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ունեն 115 միլիոն դրամի շրջանառություն միջև, իրենք վճարում էին ավելի շուտ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը իրենց գործունեության շրջանառությունից 5% հարկ։ 25 թվականի հունվարի 1-ից գործող իշխանությունները հիմնականում կրկնապատկեցին այդ հարկը։
Իհարկե կան որոշակի մոտեցումներ, որ բոլոր այն սուբյեկտները, որոնք փաստաթղթ թղթավորում են իրենց ծախսերը, որոշակի տոկոսով առանձին գործունեության շրջանակներում հնարավորություն ունեն հարկի գումարը նվազեցնելու։ Բայց գոյություն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն, հաշվի առնելով, որ հիմնականում շրջանառության հարկ վճարողները դրանք ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներն են, Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելով, որը կազմում է մեր ընդհանուր համախառն ներքին արդյունքի 50%-ից ավելին, առևտրի եւ ծառայությունների ոլորտը։ Ծախսերը հիմնականում ֆիքսված են, այսինքն մարդը վճարում է վարձավճար, վճարում է աշխատավարձ եւ գործնականում այլ ծախսեր չունի։ Խոսքը կրկնում եմ, վերաբերում է ծառայությունների ոլորտին։ Եվ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ իրականում, այո, այդ հարկը նախկին 5%-ի փոխարեն կրկնապատկվել է եւ 10% է ներկայումս մոտարապես։ Գուցե մի փոքր պակաս կամ ավել։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ սուբյեկտները, տնտեսվարող սուբյեկտները, կրկնում եմ, որոնք ունեն մինչև 115 միլիոն դրամի շրջանառություն, իհարկե թիվը գուցե հետագայում վերանայվի, շեմը նվազեցվի կամ թողնվի նույնը, բովանդակությունը հարցի չի փոխվում դրանից։ Մենք առաջարկում ենք այդ տնտեսության ողնաշար հանդիսացող սուբյեկտներին աշխատել այնքան ժամանակ, մինչև կդառնան խոշոր։ Ինչ խնդիր ենք մենք դրանով լուծում։ Մենք լուծում ենք նախ եւ առաջ սոցիալական խնդիր, որտեղ դրա մասին են վկայում թվերը։ 25 թվականի հունվարի 1-ից ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում փակվել են 3500-ից 3600 տնտեսվարող սուբյեկտներ։ Եվ այստեղ նաև այլ բացասական հետևանքներ գոյություն ունեն տնտեսության համար, որովհետև եթե մենք միջին թվով, օրինակ, ընդունենք, որ 3-ից 4 աշխատակից ունի յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, դա մոտավորապես 10,000, ասենք մինչև 10,000 աշխատակիցներ, աշխատողներ, ուրեմն կորցրել են իրենց աշխատանքը, եւ այդ բիզնեսի ներկայացուցիչները նաև հանդիսանում են պոտենցիալ արտագաղթողներ Հայաստանի Հանրապետությունից։ Եվ հետեւաբար այստեղ ոչ թե խնդիրը ֆիսկալ բնույթ ունի, այլ նաև ունի հստակ սոցիալական ուղղվածություն։ Մենք փորձում ենք ազատել, ձեռբազատել հարկային վարչարությունից եւ հարկային պարտավորություններից, կրկնում եմ, փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտներին, այնքան ժամանակ մինչեւ իրենք կդառնան խոշոր եւ կանցնեն խոշորի դաշտ։ Դա շանս է, որ դառնան խոշոր։ Իհարկե, որովհետեւ շրջանառությունը, որը մնում է բիզնեսի ձեռքին, իրենք հնարավորություն ունեն ընդլայնվելու բնականաբար։ Իսկ այսօր նույն առևտրի ոլորտում, երբ որ մենք թվերով նայենք, 20-30%, եթե մարդը ակնկալիք ունի օգուտ ունենալու այդ գործունեությունից, 10%-ը արդեն այդ 20%-ի մեջ 50% հարկային բեռ է ենթադրում։ Եվ հետեւաբար հաշվի չառնել այս հանգամանքը, հաշվի չառնել, որ ծառայությունների ոլորտը դա այն ոլորտն է, որը գերակշիռ մաս է կազմում մեր տնտեսության մեջ եւ մեխանիկորեն ավելացնել դրույքաչափերը, դա ուղղակի նշանակում է բիզնեսին խեղդել, կրկնում եմ, դա մենք չենք ենթադրում, դրա մասին են վկայում թվերը, կրկնում եմ 25 թվականի հունվարի 1-ից առ այսօր ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով փակվել են շուրջ 3600 տնտեսվարող սուբյեկտներ։ Հակառակ կողմից տենք, պարոն Ֆարման, իրենք ասում են, իսկ որ եթե նայենք հարկահավաքման առումով չի տուժի պետբյուջեն, եւ երկրորդը ասում են իսկ կարող է սրանով սողանցք է ստեղծվում, որ են հայտնի պրակտիկայով միջինները կամ խոշորները բանանեն, տրոհեն եւ մտնեն այդ բանի տակ, որ ազատվեն այդ ռիսկերը։ Նախ բյուջեի կորուստների ռիսկերից սկսենք, հա, ուրեմն ընդհանուր մեր պետական եկամուտների մեջ փոքր միջին հարկ վճարողների ընդհանուր վճարված հարկերը կազմում են ընդհանուր եկամուտների 2.4%-ը ընդամենը։ Եվ առիթ ունեցել եմ օգտվելով առիթից մեկ անգամ եւս կենցաղային լեզվով սա փորձեմ բացատրել, եթե մենք ընդունենք ընտանիքի օրինակը, ընդունենք 4-5 զավակներ են ընտանիքում ապրում եւ հայրը եւ մայրը, ծնողները, բոլորը միասին ունեն համախառն եկամուտ, ասենք թե 1 միլիոն դրամ։ Այդ 1 միլիոնի մեջ զավակների վճարած հարկը կազմում է ընդամենը 25000 դրամ։ Եթե պատկերացնենք ինչ թվի մասին է խոսքը։ Հետևաբար բյուջեի կորուստների առումով այդքան լուրջ ռիսկեր գոյություն չունեն։ Նաև կա մուլտիպլիկատիվ էֆեկտ, այսինքն տնտեսության մեջ երբ որ մենք ազատ թողնում ենք փոքր եւ միջին բիզնեսին, դա հնարավորություն է տալիս մոտարապես մեր հաշվարկներով տարեկան կտրվածքով ակնկալել 2000-ից 3000 նոր սուբյեկտների բացում։ Ամենամինիմալ թվերով։ Նաև նախկին փակվածները հնարավորություն են ունենալու վերաբացվելու։ Իսկ սա իր հերթին կգեներացնի լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամտային հարկ այդ աշխատակիցներից եւ նաև տնտեսության ակտիվություն։ Իսկ տնտեսության ակտիվությունը նաև ազատ թողնելը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, դա նշանակում է ստվերի կրճատում, ինչ իր հերթին ուրեմն նշանակում է համախառն ներքին արդյունքի աճ եւ լրացուցիչ հարկեր։ Եվ տարբեր հաշվարկներով խոսքը վերաբերում է 60 միլիարդ դրամին, այսինքն փոքր եւ միջին բիզնեսի կողմից ընդհանուր վճարված հարկերը, դրանք 60 միլիարդ դրամ են կազմում բյուջեի ընդհանուր մուտքերի մեջ, որը մոտավորապես 2.4-2.5% է կազմում։
Ուրեմն շրջանառության մեջ թողնվող գումարի հաշվին այլ հարկերի տեսքով կամ լրացուցիչ հարկերի տեսքով այդ գումարի մոտավորապես 30-ից 40% հետ է վերադառնալու զուտ տնտեսագիտական իմաստով։ Մնացածը տնտեսության հավելյալ օգուտներն են միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում։ Տրոյելու մասին ինչ կասեք։ Տրոյելու մասին, ուրեմն տեսեք, մենք մինչ այժմ ունեինք մինչև 25 թվականի հունվարի 1-ը մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներ, որոնք համարվում էին միկրոձեռնարկատերեր, որոնք ընդհանրապես ազատված էին հարկերից։ 25 թվականի հունվարի 1-ից թողնվեց շատ սահմանափակ ոլորտ, որոնք կարող են հանդիսանալ միկրոձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչներ։ Դրանք հիմնականում դերձակներ, կոշկակար եւ այլն, դրանք շատ սահմանափակ թվով մարդիկ են կամ անձեռնարկատերեր են, նաեւ ֆիզանց իրավունք ունի հանդիսանալու միկրոձեռնարկատեր եւ մնացած գերակշիռ մասը բիզնեսի տեղափոխվեց հարկման դաշտ եւ կրկնապատկվեց այդ շրջանառության հարկը։ Հիմա հարց, եթե նախկինում կար այդ 5%-անոց շրջանառության հարկը, կային միկրոձեռնարկատերեր, նշանակում է այդ ռիսկերը բոլոր ժամանակներում եղել են տրոհվելու եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում, այսինքն երբ որ ՊԵԿ-ը հնարավորություն ունի ռիսկերի վրա հիմնված վերլուծություններ կատարելու, այդ ռիսկերը գործնականում շատ հեշտ է չեզոքացնել։ Այստեղ ձեր ասած միջազգային փորձ գոյություն ունի եւ տարբեր օրենսդրական լուծումներ կան դրանց համար։ Հիմա հաղորդման շրջանակներում բնականաբար ՊԵԿ-ը իզորու է, իհարկե իզորու է, այո, կրկնում եմ, ռիսկերի վրա հիմնված տարբեր վերլուծություններ կան։ Պարտադիր չի դա իրականացվի վարչարության միջոցով, որ անպայման գնան տնտեսվարող սուբյեկտին, ուրեմն վարչարական մեթոդներով նեղեն, այսպես ժողովրդական լեզվով ասած, այլ դրա համար կան տարբեր մեթոդներ, օրենսդրական եւ նաեւ այդ օրենսդրական լուծումները պետք է կատարելագործվեն։ Դիցուկ ասենք պրիմիտիվ օրինակ բերեմ, ենթադրենք նույն ընտանիքի անդամներ են, նույն ուրեմն հանձնարարական տվող ենթադրենք որևէ տնօրեն հանդիսանում է միևնույն ժամանակ տարբեր սուբյեկտներում ներկայացուցիչ, նույն հասցեի վրա գրանցված կազմակերպություններ։ Սովորաբար դա ոչ թե իրավաբանորեն է այդ հարցը լուծում, այլ դա դիտարկվում է կամ միջազգային փորձ, ասենք նույն Մեծ Բրիտանիայում, տարբեր եվրոպական երկրներում, դիտարկում են մեկ միավոր եւ շրջանառությունը ոչ թե առանձին սուբյեկտների համար է հաշվարկվում, այլ ընդհանուր փոխկապակցված բիզնեսի համար, որը արդեն այլևս չի կարող համարվել միկրոձեռնարկատեր կամ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչ։ Այդ մի քանի հատ խմորեղենի արտադրամասում են ընտանիքով, այո, եթե այդ ընտանիքի անդամները կամ հասցեն, կամ ենթադրենք, չգիտեմ, կառավարչական լիազորություններ ունեցող որևէ անձ համընկնում է այդ սուբյեկտների մոտ, հետևաբար դա չի կարող դիտարկվել առանձին տնտեսվարող սուբյեկտների պրիզմայով։ Դա պետք է դիտարկվի մեկ սուբյեկտ։ Սա օրինակներից մեկն եմ ես բերում, օրինակները բազմաթիվ են։ Եվ նաև ավելացնեմ մի բան, սովորաբար խոշոր ընկերությունները չեն կարող տրոհվել։ Կա ուրեմն տնտեսագիտորեն մի սահման, երբ որ ծախսերը մեծանում են, այլևս ձեռնտու չի լինում այդ սուբյեկտին ինքը մնալ փոքրի դաշտում։ Սովորաբար դա 70-80%-ն է։ Երբ որ մուտքերի ընդհանուր հասույթի մեջ 70-80%-ը ծախս է կատարում տնտեսվարող սուբյեկտը, դեռ կան նաև մատակարարներ, որոնցից ինքը ենթադրենք ավելացված արժեքի հարկով ապրանք է ձեռք բերում եւ այլն, իրեն ձեռնտու չի մնալ այդ դաշտում։ Գիտեք, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կարող են շահառու հանդիսանալ այս մեր ծրագրի, դրանք կրկնում եմ, հիմնականում ծառայություններ մատուցող ընկերություններն են, փոքր ընկերություններն են, որոնք մինչ այժմ վճարում էին 5%, 25 թվականի մինչև հունվարի 1-ը, 25 թվականի հունվարի 1-ից հետո կրկնապատկվեցին այդ հարկերը, հիմնականում կրկնապատկվեցին, հիմա մենք դա առաջարկում ենք դարձնել 0։ Այսինքն միտքս ամփոփեմ, այդ տրոհման ռիսկը եղել է բոլոր ժամանակներում, այսինքն այն ժամանակ էլ կարող էին տրոհվել, ընդհանուր հարկման դաշտից անցում կատարել այդ 5%-ի դաշտ։ Հետևաբար սրանից բովանդակային առումով մեծ փոփոխություններ չկան։ Այսինքն եթե այն ժամանակ հնարավոր եղել է վերահսկել եւ թույլ չտալ, որ խոշորից անցում կատարեն 5% կամ 10% վճարման դաշտ, այսպես ասեմ, հետևաբար հնարավոր է նաեւ այդ մոտեցումները կիրառել այժմ։ Այսինքն տոկոսային առումով դրույքաչափի փոփոխություն է տեղի ունենալու, 10%-ը դառնալու է 0%։ Եվ կրկնում եմ, հաշվի առնելով միջազգային փորձը, հաշվի առնելով նաև ՊԵԿ-ի արդյունավետ աշխատանքի փորձը, հնարավոր է դա կատարելագործել եւ այդ ռիսկերը չեզոքացնել։ Այո, ռիսկեր կան։ Պարոն, մի այդքան էլ ոչ տնտեսագիտական հարց։ Լավ, այսպես որ մանրամասն նկարագրեցիք, բնականաբար հաշվարկները դրվեց տակը, գիտականորեն եւ այլն չեք արտնացելու միանգամից որոշել, ամբողջը, հա, տարբեր կողմերից հիմնավորեցիք։ Մի հարց կարող ծագել մեր դիտողի մոտ։ Բա 8 տարի իշխանությունը, որը նաև սիրում է, այս իշխանությունը սիրում է ժողովրդահաճո բաներ անել, առողջապահական ապահովագրություն, տարբեր բաներ,
բա իրենք չգիտեին սրա տեղը, այսպես ասեմ, հա, եթե կոպիտ ասենք, բա ինչի չեն անում, ինչի չեն արել։ Տեսեք, ինչքան լավ բան է, չէ՞։ Ցայներ կբերի եւ այլն, ձեր կարծիքով ինչու չեն արել։ Չգիտեն թե նախ իրենց փոխարեն բնականաբար չեմ կարող պատասխանել ինչու չեն արել, բայց երբ որ տեսնում ենք թե ինչ անարդյունավետ ծախսեր են անում գործող իշխանությունները, ենթադրում եմ, որ յուրաքանչյուր կոպեկը, այսպես ժողովրդական լեզվով ասեմ, իրենց համար նշանակություն ունի։ Տարեվերջյան պարգևավճարները չմոռանանք 7 միլիոն դրամանոց ամեն նախարարին, 3 միլիոն падգամավորներին, անարդյունավետ բազմաթիվ այլ ծախսեր։ Հետևաբար ենթադրում եմ, որ ունեն գուցե այդ 60 միլիարդ դրամի անհրաժեշտությունը եւ ընդհանրապես ցանկացած բարեփոխում, որը արվում է, դա մենք առաջարկել ենք բարեփոխումներ, որի պատասխանը մենք կարող ենք տալ, թե ինչպես ենք պատկերացնում այդ բարեփոխումները եւ դա մեր այսպես կոչված մոտեցումների փիլիսոփայությունն է, այսինքն մենք ուրիշի փոխարեն չենք պատասխանում, մենք մեր փոխարեն ենք սովորաբար պատասխանում, թե ինչ մենք կարող ենք անել։ Այն նույն հարցը վերաբերում է նաև դեղորայքի էժանացմանը, որը որ մենք առաջարկել ենք, դա էլ ուրեմն շատ պարզ մեխանիզմ է, իրենց ենթադրում, որը կարող են այսպես վիրահատական միջամտությամբ այդ հարցը լուծած լինել ոչ միայն վերջին 8 տարում, այլ նաև դրանից առաջ։ Թե ինչու չեն լուծել, ես չեմ կարող ասել, բայց մենք գտնում ենք, վստահ ենք, առավելևս հաշվի առնելով, թե ով է մեր շարժման առաջնորդը։ Սամվել Կարապետյանը ունի այդ փորձը եւ որևէ մեկը թող չկասկածի, որ բոլոր այդ ծրագրերը, որոնք առաջարկվել են Սամվել Կարապետյանի եւ իր թիմի կողմից, դրանք իրականություն են դառնալու։ Մի կետ էլ բացենք, հա, այսօր ավարտում ենք այդ կետերից։ Էլի շատ քննադատված ու քննադատվող 300,000 աշխատատեղ։ Այո։ Աղմկա հարույց, քննադատվող, ինչպես կուզեք բնորոշեք, էլի Facebook-ում, հեռուստատեսություններում եւ այլն։ Իշխանությունները հաշվարկներ էին ներկայացնում, որ ու պնդում են, որ սա մեղմ ասած անիրատեսական բան է, ու ավելի կոշտ ձևակերպումներ էլ կային։ Սա ինչ ճանապարհով է կանելու, չէ՞, ասում են դրա համար ներդրումներ են պետք, գումարներ են պետք, միլիարդներից են խոսում։ Ճիշտ է, Նարեկ Կարապետյանը բացեց, հա, չինականն են վարկի հետ կապված, ասում են, բայց դա էլ Չինաստանը նայում է պետական բյուջեին, այդքան չի տալու մեզ, տեսնում է երկրի տվյալ երկրի, հա, բյուջեն ինչքան է, հնան ինչքան է, ըստ այդմ է տալիս, ասում են, էդ էլ հարցի լուծում չի, ասում են իշխանությունները։ Ինչպես։ Նախ ընդհանրապես ցանկացած առաջարկ։ Հա, մեկ էլ մի բան, իրենք ասում են, մենք մոտավորապես այդ թիվը վերջի մի քանի տարին արդեն մոտեցել ենք այդ թվին, մենք այդքան ստեղծել ենք արդեն, իշխանություններն են ասում։ Նախ սկսենք աշխատատեղերից, որ ասում են 280,000, նման բան գոյություն չունի, որտեղ երբ որ մենք նայում ենք թվերը պաշտոնական վիճակագրության, թե գործազրկությունը քանի տոկոսով է նվազել 18 թվականից առ այսօր, նման թվեր պարզապես գոյություն չունեն։ Բացի դա, գոյություն ունի հստակ մեթոդաբանություն աշխատատեղերի վերաբերյալ։ Դա պայմանագրերի քանակն է, որևէ մեկը չի ասում կամ չի պարզաբանել, թե յուրաքանչյուր անձ քանի տեղ է գրանցված։ Սա մեկ։ Երկրորդ, դրանք հիմնականում այն թաքնված աշխատակիցներն են, աշխատուժն է, որոնք հետագայում գրանցվել են եւ վերվել են օրինական դաշտ։ Սրա մեջ լավ բան կա, չեն կարող հերքել։ Լավ բան կա, ստվերից դուրս են բերել։ Բայց դա ոչ թե նոր աշխատատեղեր են, դրանք գոյություն ունեցող աշխատատեղերն են հիմնականում, որոնք ստվերից դուրս են բերվել։ Բացի դա, հավելյալ արժեք ստեղծող տնտեսական ճյուղերում, եթե գոյություն չունի աշխատատեղ, մնացածը դա թղթի վրա պատրանք են ընդամենը, այսինքն թող իրենք ցույց տան այդ աշխատատեղերը որտեղ են ստեղծվել։ Արդյունաբերություն նկատի։ Որտեղ իհարկե, եթե արդյունաբերություն չկա, եկեք նայենք մեր տնտեսական կառուցվածքը, լավ։ Մենք ինչ տնտեսական կառուցվածք ունենք։ Նույն տրամաբանությամբ իրենք ասում են պետական պարտքը շատ լավ կառավարվում է, պետական պարտքը համախառն ներքին արդյունքի 50%-ից ավել է, որևէ խնդիր չկա, շատ լավ։ Քանի դեռ որևէ բան տեղի չի ունեցել, գուցե կառավարվում է, բայց դա որակյալ կառավարում չի նշանակում։ Տնտեսության, երբ որ 50%-ից ավելին բաժին եկնում առևտրի եւ ծառայությունների ոլորտին, դա չի կարող համարվել որակյալ տնտեսություն։ Տնտեսության որակը չափվում է արդյունաբերականացմամբ, այսինքն մենք ձգտում ենք դրան, որ ունենանք արդյունաբերականացված տնտեսություն, իսկ որպեսզի խոսքս ամփոփ դառնա, ուրեմն նախ չմոռանանք ով է այդ առաջարկների հեղինակը։ Ցանկացած բարեփոխում, որը արվում է առաջարկի տեսքով, պետք է տեսնենք այդ առաջարկ անողը ով է։ Եկեք մեր կենցաղային կյանքի վրա պատկերացնենք, որովհետեւ մեկը ձեզ առաջարկում է զբաղվել համատեղ բիզնեսով։ Մարդ, որը կյանքում հաջողության չի հասել, մարդ, որը անհաջողակ է իր կյանքում,
Դուք բիզնես կսկսեք այդ անձի հետ, ինչքան էլ որ գրագետ բառերով փորձի հիմնավորել, որ վարկ պետք է վերցնեմ եւ այլն։ Դուք կսկսեք բիզնես վստահ բոլորս կսկսենք բիզնես այն անձի հետ, ով ունի դրա փորձը, ով ապացուցել է գործով, որ այս մարդը ի վիճակի է բիզնեսը գլուխ բերելու։ Տեսեք, Հայաստանի նման երկրները գերազանցապես կարող են իրենց հույսը դնել բացառապես ներքին ներդրումների վրա։ Դա միֆ է, որ ասում են արտաքին ներդրումներ կգան, այսպես կլինի, այնպես կլինի։ Ինչու պետք է կապիտալը հոսի Հայաստանի Հանրապետություն, երբ որ կարող է հոսել ավելի հարուստ երկրներ, այնտեղ որտեղ արդեն իսկ կապիտալ գոյություն ունի, պաշտպանված է սեփականության իրավունքը, գոյություն են հստակ խաղի կանոններ, գոյություն ունեն ուրեմն վստահելի հարկային համակարգեր, այսինքն կապիտալը հոսում է այնտեղ։ Եվ այս պայմաններում, երբ որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում սեփականության իրավունքը պաշտպանված չի, չկա հարկային օրենսդրության կանխատեսելիություն, հետևաբար մենք կարող ենք հույսը դնել ներքին ներդրումների վրա, որի իրականացնողները այնպիսի անձինք են, որպեսզի, ասենք, այնպիսի անձինք են, ինչպես Սամվել Կարապետյանը օրինակ, ով ամենախոշոր ներդրողներից մեկն է։ Իդեպ այդ ներքին կամ արտաքին ներդրումները չեն տարանջատված։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք, թե մեր այդ արտաքին ներդրումների մեջ ինչ է կատարվել, մենք տեսնում ենք, որ դարձյալ Սամվել Կարապետյանի ներդրումները եթե հանենք, տակը ոչինչ չի մնա։ Դա մեր համախառն ներքին արդյունքի ընդամենը 0.5%-ը չի կազմում, որքանով տեղյակ են վերջի տվյալներով։ Եվ հետևաբար ինչ եմ ուզում ասել, որ այն ծրագրերը, որոնք իրականացվել են, այն թվերը, որը որ մենք ունենք, դարձյալ Սամվել Կարապետյանը ունի շատ լուրջ ազդեցություն այդ ամեն ինչի մեջ։ Հիմա դուք պատկերացրեք, երբ որ ինքը ստանձնի երկրի ղեկը։ Իհարկե բնական է, չէ՞, որ այն ամեն ինչ որ արել է մասնավոր հատվածում, նաև պետական լծակներ ունենալով անելու է երկրի համար այդ ամեն ինչը։ Այն որ մարդիկ ուզում են պատկերացնել, երեք ասենք գործարան պետք է ասում են սովետական միությունը չի, էլի գործարան ո՞նց է։ Տեսեք, շատ պրիմիտիվ է անցալվում, այո, շատ ճիշտ եք ասում, ոչ թե գործարան պետք է ստեղծենք, ոչ թե պետությունը այդ գործարան կառուցել, այլ պետությունը պետք է տա այդ հնարավորությունները, որ ներդրողները գան Հայաստանի Հանրապետություն։ Նախ են արտաքին ամենագլխավոր կետերը, հա, ուրեմն սեփականության իրավունքի պաշտպանություն, ներդրողը պետք է վստահ լինի, որ պաշտպանված է իր սեփականությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ թե հեծի օրինակով ինքը վախենա գալ Հայաստանում ներդրում իրականացնելու։ Սա ամենագլխավոր քայլերից մեկը։ Երկրորդ, երբ որ մենք խոսում ենք արդյունաբերականացման մասին, նախ պետք է դիտարկենք մեր ներմուծման եւ արտահանման կառուցվածքը։ Հայաստանը 4 միլիարդ դոլարով ներմուծում է ավելի շատ ապրանքներ, քան արտահանում։ Եվ ինչի արտահանում ամենակարևորը։ Պատրաստի սննդամթերք, երբ որ հանքարդյունաբերության ոլորտը հանում ենք, դա ոչինչ չի մնում գործնականում։ Հիմա նույն այդ Ադրբեջանի շրջանակներում էլ որ ասում են մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք ստեղծել, սկսել, ուրեմն ապրանք ենք ներմուծում, բայց չեն ասում ինչ ենք արտահանելու, եւ երբ որ իրենց հարց է տալի ինչ ենք արտահանում, ասում են պատուղ բանջարեղ են, դա առնվազն ծիծաղելի է։ Ծիծաղել է, այսինքն Ադրբեջանը, դուք պատկերացնում եք որևէ ադրբեջանցի հայկական ծխախոտ ծխելիս։ Պատկերացնում եք ինչ կկատարվի այդ ադրբեջանցու հետ իր երկրում։ Իսկ սրանք իրատեսական բաներ չեն։ Շեղվեցինք թեմայից, բայց ինչ վերաբերում է այո արդյունաբերականացմանը, Հայաստանում կան այդ հնարավորությունները փոխարինել ներկրվող արտադրատեսակները տեղական արտադրանքով։ Սա է մեր հիմնական թեզերից մեկը, այսինքն մենք օրինակ թռչնամիս ենք ներկրում։ Խոսել է Նարեկ Կարապետյանը նավթավերամշակման արդյունաբերության մասին, որ հնարավոր է դա ստեղծել, արևային կայանների տեղադրման մասին։ Դրանք ներկրվող բաներ են հիմնականում, ինչի մասին։ Հոսանքը փոխարինել մեկ այլ էներգակիրով, ուրեմն նավթավերամշակման գործարան կառուցել, թռչնամիսը ավելի շատ արտադրել Հայաստանում, տեքստիլ արդյունաբերությունը զարգացնել։ Այսինքն սրանք ուղղություններ են, որոնք որ հստակ հաշվարկված, փաստաթղթավորված հաշվարկներ են եւ մոտ ապագայում դրանք չեմ ասում միանգամից 1 ամսում կամ 2 ամսում, բայց տարիների ընթացքում, այսինքն մի քանի տարվա ընթացքում դրանք մոտ ապագայում կդառնան իրականություն։ Այսինքն պարոն ճիշտ եմ հասկանում, որ ժողովուրդը եւս մեկ անգամ պատկերացնի, այսինքն այն որ ասում եք այդ ճյուղերը գործանeste, դա ոչ թե հենց Սամվել Կարապետյանը կամ իր ընտանիքը պետք է անձամբ իրենց ներդրման բացեն, այլ պայմաններ պետք է ստեղծեք, որ ուրիշները դա բացեն։ Միանշանակ, այո, պետական մասնակցությամբ, պետական աջակցությամբ այդ ներդրումային ծրագրերի մեջ, ինչպես Նարեկ Կարապետյանը նշել էր մեր շնորհանդեսի ժամանակ այս տնտեսական ծրագրերի հետ, ձեր ասած Չինաստանի օրինակով, պետություն ունենում է մասնակցություն այդ ծրագրի մեջ, որպեսզի երաշխավորի այդ ներդրումները եւ լրացուցիչ ներդրողները բերում Հայաստանի Հանրապետություն։ Ընդհանրապես ներդրումները հենց այնպես չեն հոսում։ Երբ որ Սամվել Կարապետյանը լինի երկրի ղեկավար, այն ժամանակ այդ ներդրողը վստահելով կգա Հայաստանի Հանրապետություն։ Վերջին հաշվով պետք է նայեն, թե ում են վստահում։
Երկրի ղեկում ձեռքին է գտնվում, այսինքն կան, չէ, պոտենցիալ ներդրողներ, որոնք պետք է հասկանան ուր են գալիս, որ երկրում են ներդրում կատարում։ Այստեղ կա մի քանի կոմպոնենտ։ Այն ինչ որ Սամվել Կարապետյանը արել եւ այնքան պրիմիտիվ նաեւ խոսույթներ եմ ես հանդիպում, օրինակ որ ասում են, ինչի բա մինչեւ հիմա չես անում։ Մասնավոր անձը գիտեիր անեիր։ Գիտեիր անել, նախ արել է, սկսենք սրանից, այն ինչ որ արել է, անելը անսահմանափակ չի։ Բացի դա գործարարը պարտավորություն չունի անverջ անելու, ինչ արել այդ մարդը երկրի ամենախոշոր ներդրողն է։ Եվ բացի դա ունենալ պետական լծակներ եւ հետո շարունակել այդ ամեն ինչը, այսինքն նույն տրամաբանության մեջ շարունակել, դրանք տարբեր բաներ են։ Խոսքը վերաբերում է պետական մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրագործմանը եւ նաեւ այո երկրում փոխել այնպիսի մթնոլորտ, որ ներդրողը վստահաբար գա մեր երկիր ներդրում կատարելու։ Սրանք խոսքեր չեն, կրկնում եմ, սրանք իրական հաշվարկների վրա հիմնված առաջարկներ են։ Իսկ մենք դիտարկել ենք, թե ինչ քանակի ապրանք ենք ներկրում ավելի շատ, քան արտահանում, որը կարելի է արտադրել Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ արտահանմանը միտված բնականաբար, որը էապես կփոխի մեր երկրի տնտեսական կառուցվածքը։ Իսկ այսօր ինչ են ասում մեր իշխանությունները, ասում են մենք պետական պարտքը նորմալ կառավարում ենք ու բերում են Ճապոնիայի օրինակը, որ Ճապոնիայում տեսեք պետական պարտքը համախառն ներքին արդյունքի 290%-ն է, Գերմանիայում չգիտեմ 90%-ն է կամ ավել բան, բայց մոռանում են թե դու ինչ տնտեսական կառուցվածք ունես, Ճապոնիան կամ Գերմանիան ինչ տնտեսական կառուցվածք ունեն։ Դա նույն բանն է, որ երկու վարկառու իրար հետ զրուցեն, երկուսն էլ նույն չափի գումար աշխատեն, մեկը ունենա, ասենք, մի 10 բիզնես իր ռիսկերը դիվերսիֆիկացրած, այն մեկը կախված լինի ինչ-որ մի ծառայության ոլորտից ու ինքը չիմանա վաղը մեր հետ ինչ է կատարվելու։ Ասում են տուրիզմը Հայաստանում զարգանում, շատ լավ է տուրիզմը։ Այսօր ծառայությունների ոլորտին ես բան չունեմ ասելու, թող մարդիկ զարգանան, ռեստորանատերերը թող զարգանան, հյուրանոցատերերը թող զարգանան, բայց դրանք ռիսկի գործոններով պայմանավորված ոլորտներ են։ Նույն հունվար ամսին Հայաստանի Հանրապետությունում տեսանք ինչ ցուրտ էր։ Հիմա տուրիզմը պրիմիտիվ բան եմ ասում։ Տուրիզմը կրճատվեց։ Այսինքն հույսը դնել տուրիզմի վրա, հույսը դնել ծառայությունների վրա, դա ճիշտ մոտեցում չի եւ չես կարող դու անverջ այդ պետական պարտքը կառավարել, որը արդեն 14 միլիարդ դոլար է եւ մեր պետական ծախսերի 10%-ից ավելին բաժին ակնում այդ պարտքի սպասարկման։ Իշխանությունների մի մեգա փաստարկ բերեմ, խնդրում կարճ պատասխանը կավարտենք։ Կասեն, բա իրենք ոչ թե կասեն, այլ բա թրիփը, բա տեսնում եք միլիարդավոր մեջ բերում եմ անում ուղիղ տարբեր падգամավորներից ու նախարարներից միլիոնավոր չէ միլիարդավոր դոլարներ կներհոսեն Հայաստան, Սյունիքը կծաղկի եւ այլն։ Աստված դա այդպես լինի, բայց դա այդպես չի լինի բնականաբար, որովհետեւ այդտեղ նույնպես հաշվարկներ գոյություն ունեն, եթե նույնիսկ Հայաստան այդտեղ ունենա մասնակցություն 100%-ով բոլոր օրենսդրական նորմերը համապատասխանեն Եվրասիական միության օրենսդրությանը, քանի որ մի քանի անգամ առիթ ունեցել եմ, մենք դեռ որևէ մեկից պարզ չի, թե ինչ է տեղի ունենալու, որտեղ 74% Ամերիկայի Միացյալ Նահանգների փայլն է, մնացածը մերն է, այդտեղ Ադրբեջանը, Թուրքիան են շահողը լինելու, մենք ինչ այդտեղ իրավական առումով ինչ վերահսկողական մեխանիզմներ ենք ունենալու, դեռ որևէ բան պարզ չի, բայց եթե նույնիսկ ամեն ինչ լինի այնպես ինչպես իրենք են ասում, դա տարեկան կտրվածքով մոտարապես մոտ 100 միլիոն դոլարի մասին է խոսքը լինելու օգուտների։ Մեր օգուտները լինելու են ճանապարհային հարկերի տեսքով, տրանզիտ վճարների տեսքով եւ ենթակառուցվածքների շահագործման տեսքով։ Հիմա այդ ամբողջ երբ որ հաշվարկում ենք, մենք նման թվեր չենք ստանում բազմա միլիարդավոր։ Կարճ է ճանապարհ դա նկատում։ Իհարկե, լավ, կենցաղային լեզվով ասեմ, ի՞նչ է տեղի ունենալու։ Ճանապարհային հարկ ես գանձելու, եթե ունես կրկնում եմ 100%-ով վերահսկողություն։ Տրանզիտ վճար, մի քանի հատ հյուրանոց, ռեստորան եւ այլն ենթակառուցվածքներ, որոնք սպասարկելու են այդ ամեն ինչը։ Հիմա եկեք հաշվենք։ Բնականաբար այս հաղորդումը չի երիկի, բայց ես ձեզ վստահեցնում եմ, դա տարեկան մոտարապես մաքսիմում թվերով 80-ից 100 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Չի կարող բազմա միլիարդանոց ներդրումներ հոսել Հայաստանի Հանրապետություն։ Բայց որպես հայրենասեր մարդ, ես ցանկանում եմ, որ դա այդպես լինի, բայց ցավոք դա այդպես չի։ Շատ շնորհակալ եմ։ Ես նույնպես։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր մեր ձևով շարժման անդամ տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։